Բարև ձեզ սիրելի հայրենակիցներ, ողջունում եմ ձեզ Համայնայության մայրաքաղաք Երևանից։ Այսօր ապրիլի 15-ն է 2025 թվական։ Կխոսենք աշխարհաքաղաքական, տարածաշրջանային ներպետական ուշագրավ թեմաներից, որոնք կներկայացնեմ իմ մեկնաբանությամբ։ Թե ինչքան կարևոր է ուկրաինական պատերազմի ավարտը, դժվար է գերագնահատել, բայց այնուամենայնիվ շատ ուշագրավ հայտարարություններ ենք լսել Դոնալդ Տրամպից, հիմա մի հատ ուշագրավ հայտարարության մասին ներկայացնեմ ու դրանով սկսենք մեր քննարկումները։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը Սպիտակ տանը Սալվադորի նախագահի հետ հանդիպման ժամանակ նշել է. Եթե Զելենսկին կոմպետենտ լիներ, իսկ ես չգիտեմ, արդյոք նա կոմպետենտ է, մենք դժվար հանդիպում ունեցանք այս տղայի հետ, նա պարզապես շարունակում էր ավելի ու ավելի շատ բան խնդրել, պատերազմ չեն սկսում քեզանից 20 անգամ մեծ մեկի հետ և հետո հույս ունենում, որ մարդիկ հրթիռներ կտան, ասել է Տրամպը։ Սա զուտ պատերազմի չի վերաբերում, սա ընդհանրապես մոտեցում է կյանքին, որովհետև շատ օրինակներ, անգամ աշխարհաքաղաքական, վերցնում ես, իսկ դու ինչպես ես մտածում, սկսած կենցաղից մինչև մարդկային շփումներն ու հարաբերություններն, որն է քո արժեքային համակարգը։ Հիմա սա լսեցինք, ինչ է ասում։ Ասում է պատերազմ չեն սկսում մեկի հետ, որը քեզնից 20 անգամ ուժեղ է և հետո էլ օգնություն խնդրում։ Ակնհայտ է, որ Դոնալդ Տրամպը հրաշալի գիտի, որ պատերազմը չի սկսել Ուկրաինան, պատերազմը սկսել է Ռուսաստանը, բայց եթե Ռուսաստանը պատերազմը սկսել է ու քեզնից 20 անգամ ուժեղ է, ու դու դիմադրում ես, լայդ էլ քիչ է, մեկ հատ էլ օգնություն ես խնդրում, դու ես մեղավոր, դու կոմպետենտ չես, որտեվ եթե կոմպետենտ լինեիր, կհասկանայիր, որ դու նրան հաղթել չես կարող, ինչի ես պատերազմում մեկի հետ, որը քեզնից ուժեղ է։ Իսկ հիմա սա բերեք մի հատ տրանսֆորմացնենք մեր կյանքի մեջ ու հասկանանք սա ինչ է, սա որակապես այլ գնահատական է, արդյոք մենք համաձայն ենք դրա հետ։ Որևէ մեկը բռնարարը, եթե գալիս է, մի կնոջ նկատմամբ ցանկանում է բռնություն գործադրել, այդ կինը չի հասկանում, որ նա իրանից ուժեղ է։ Շորերն աջղելու, կարող է սեղանաթոռը ջարդի, իրան վնասներ հասցնի, ֆիզիկական վնաս հասցնի, արդյունքում մեկը բռնաբարելու է։ Լավ չեմ հասկանում, ինչ կա չհասկանալու։ Եթե գալիս է բռնարարը, անմիջապես հանվեք պարկեք։ Ինչ եք գոռում։ Գոռում եք, որ հարևանը տապոր բերի։ Իսկ ինչի՞ պիտի հարևանը տապոր բերի, եթե դիմացինը քեզանից ուժեղ է։ Ես չեմ հասկանում։ Սա է Դոնալդ Տրամպի ասածը, հասկանում եք։ Նա այո, իր կյանքը վտանգելով գոռում է, հույս ունենալով, որ օգնության կգան, հույս ունենալով, որ կողքի հարևանը Տրամպը չի, հույս ունենալով, որ եթե նույնիսկ իր նկատմամբ բռնություն կգործադրեն, բայց ինչ որ ձևով իր դեմադրությունը նաև կազդի նրան, որ հաջորդ անգամ այդ բռնարարը դիտեղ բռնվի, երկրորդ մարդու նկատմամբ այդպես չվարվի, կանխենք ագրեսորին։ Եթե մարդը եկել է գողության ձեր տուն, չգիտեք, որ ատրճանակով է ձեզնից ուժեղ է։ Անմիջապես հանեք ամեն ինչ տվեք, ինչ եք գոռում հարևանին, մի հատ է գնում հարևանից կացին ուզում, կամ դանակ ուզում։ Չեմ, հարևանը պարտավոր է։ Բայց դու չես տեսնում, որ նա քեզանից ուժեղ է։ Ես սա ասում եմ Ամերիկայի նախագահը, ժողովուրդ ջան։ Իսկ Ամերիկայի Միացյալ Նահանգները լինելով աշխարհի ամենաժողովրդավարական երկրից մեկը, եթե չասենք ամենաժողովրդավարը, մինչև այս վերջերս, որ Տրամպը իր ադմինիստրացիայով հողին հավասարացրեց ամերիկյան ժողովրդավարությունը, ինչ էր ասում, ինչ է նպատակը։ Նա ուներ աշխարհի ամենալիբերալ մոտեցումը ժողովրդավար երկրների մեջ զենքի օգտագործման հետ կապված։ Ամենալիբերալ օրենքը։ Ինչու համար, որովհետև ասում է հանցագործը զինված է, նա առավելություն ունի շարքային քաղաքացու նկատմամբ օրինապաշտ քաղաքացու։ Այս օրինապաշտ քաղաքացին վախեցած է միշտ, կամ պետք է վախեցած, անընդհատ վախեցած ապրի, որովհետև իր նկատմամբ կարող է առավելություն ունեցող հանցագործը մշտապես իր ճանապարհին հայտնվի, իսկ ինքը ինչ անի։
կամ էլ թե չէ ինքը սիրահոժար պետք է համաձայնվի այդ իրավիճակին եւ ինքը կորցնի այն արժանապատվությունը, որ այլևս դու այն մարդը չես, այն քաղաքացին չես, այն ազատ մտածող քաղաքացին չես, դու վախեցած ես, կամ հաշտվում ես, կամ վախեցած ապրում ես։ Երկու տարբերակն էլ անընդունելի է այդ հասարակության համար։ Դրա համար ինչ արեցին։ Այո, ցանկացած օրինապաշտ քաղաքացի կարող է զենք ունենա։ Կարող է զենք ունենա եւ ինքը ինքնապաշտպանվի։ Որտեղ ոչ մի բոլոր քաղաքացիներին դու չես տա թիկնապահ կամ էլ հասարակական կարգի պաշտպանող ոստիկան, ասես գնացեք բոլորին պաշտպանեք, բայց հարձակվողը, ագրեսորը, եթե իմանում է, որ դիմացինն էլ կարող է կրակել, որովհետև նա էլ զինված է եւ կարող է անհրաժեշտ ինքնապաշտպանության դիմել, ավելին, եթե դու նույնիսկ նրան թիրախավորել ես, մտածես նրան կարող է շարքից անել, կողքը 5-ից 10 օրինապաշտ քաղաքացիներ իրանց զենքով կարող են քեզ ոչնչացնել, լավ մտածի դրան գնում ես թե չէ։ Իհարկե զենքի լիբերալ օրենքը այնուամենայնիվ նաև որոշ մարդկանց գայթակղում է տալի մարդ են սպանում եւ այլն, շատ ցավալի բան է, բայց միևնույնն է, հասարակությունը մեծ հաշվով մտածում է, ագրեսորի դեմ վախեցած հասարակությունը շատ ավելի մեծ կորուստներ է ունենում եւ դա նույնիսկ բանաձև ուներ, որ Աստված մարդկանց ստեղծել է տարբեր, գնդապետ Սեմուել Կոլտը նրանց դարձրեց հավասար, որովհետև ով շուտ կոլտը հանում էր, խփում էր, այսինքն այլևս դու այդ առավելությունը չունես դիմացինի նկատմամբ, որովհետև ցանկացածը կարող է ինքնապաշտպանվել։ Այսօր Ամերիկայի նախագահն ասում է, որ եթե դիմացինը քեզանից ուժեղ է, դու պետք է անմիջապես ենթարկվես, մեղադրում է չենթարկվելու համար, ժողովուրդ ջան։ Մենք ճիշտ ենք հասկանում իրար։ Էսա մեզ արձագանք ուղղա։ Այսինքն ես հիմա մտածում եմ, որ մեզնից ուժեղի նկատմամբ լավագույն տարբերակը չդիմադրելն է։ Եվ գիտեք սա ինչի համար է նաև ասվում, որովհետև Ամերիկայի Միացյալ Նահանգները նախագահ Դոնալդ Տրամպը ահաբեկում է Կանադային, ասում է, ես քեզանից ուժեղ եմ, քո անվտանգությունը դու չես կարող պահես։ Մեքսիկա ընդհանրապես դու ով ես, որ Պանամա դու կարաս քո անվտանգությունը, բայց զորքը մտցնեմ, տես ինչ կդնեմ քո գլխին։ Գրենլանդիա դու կարաս քո անվտանգությունը, բայց բոլորի մասին խոսում է անվտանգությունից։ Այսինքն, ինչ կարիք կա ես ձեր վրա հարձակվեմ, եթե ես արդեն ասել եմ, որ ես խաղաղություն եմ բերել, դուք պետք է իմանաք, որ ես ձեզանից ուժեղ եմ, թուլանաք եւ հաճույք ստանաք։ Թե չէ անընդհատ ինքը ասում է, նրանք դիմադրում են, անընդհատ ասում է, նրանք դիմադրում են։ Հիմա Ռուսաստանի վարքագծով ինքը պարզաբանում է, որ ինքը ճիշտ է, ուժերը չափեցիք հանձնվեք, ժողովուրդ ջան։ Սա ենք մենք համարում նորմալ, այս ձևով ենք առաջ գնում և պատահական չի, որ այդ նույն պարագայում նույն Դոնալդ Տրամպը տեսնում եք միջուկային ծրագրի հետ կապված Իրանի ինչպիսի գնահատականներ են, դա անապայման կանադանանք, որովհետև այդ հարցը ասել են, որ մեզ համար ավելի կարևոր է, քան Միացյալ Նահանգների և Իրանի, բայց և միևնույն ժամանակ նաև հասկանանք, չէ, իսկ ինքը որ մեղադրում է Իրանին այդ հարցում, այդ մասը կարդամ ու նաև ասեմ ինչ նկատի ունեմ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Տրամպը հայտարարել է. Իրանը պետք է հրաժարվի միջուկային զենքի գաղափարից։ Նրանք չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ոչ ոք դա չի կարող ունենալ։ Մենք չենք կարող թույլ տալ, որ որևէ մեկը միջուկային զենք ունենա։ Եթե մենք պետք է ինչ-որ կոշտ միջոցներ ձեռնարկենք, մենք դա կանենք։ Սրանք արմատականացված մարդիկ են եւ չեն կարող միջուկային զենք ունենալ։ Ասել է ԱՄՆ նախագահը։ ԱՄՆ նախագահը չի կարող ասել նրան, որ ոչ ոք զենք չունենա, միջուկային չգիտեմ ինչի ասա ասում։ Որ ոգևորում էլ չի նայում ինչ ասում։ Եվ երկրորդ, եթե համարում է արմատականացված մարդիկ են նրանք, այսինքն ֆունդամենտալ իսլամիստական պետություն է, որ կարող է հոգևոր առաջնորդին լսի եւ կարող է գնա ինչ որ վատ արարքներ կատարի, բավոր ձեռը միջուկային զենք ունենա, գիտեք ինչ կանի։ Բայց նույն Դոնալդ Տրամպը, երբ որ արդարացնում է Ռուսաստանին, այդ ուժեղ Ռուսաստանին, որ հարձակվել է հարևանի վրա, ուշադրություն չի դարձրել, որ ինչ կրոնական քարոզ է գնում Ռուսաստանում։ Պատրիարք Կիրիլը ինչ է ասում։ Ասում է, եթե դու գնում ես Ուկրաինայում սպանում ես հանուն հայրենիքի ու զոհվում ես որպես նահատակ, մենք քո համար կաղոթենք ու դու դրախտ կգնաս։ Սա ինչ է։ Հիմա դուք կարծում եք, որ
Ֆունդամենտալ Իրանը, իսլամիստական պետությունը ֆունդամենտալ, շիա ուղղվածության, ավելի ֆանատիկ են, քան պուտինականները, լավ նայել եք ժողովուրդ, ուշադրություն դարձրել եք ինչա կատարվում, այսինքն քրիստոնեություն քարոզող են Ռուսաստանում, դուք ընդհանրապես քրիստոնեություն, կարծեք որ գրքից է Կիրիլը այդ մեջբերումն արել, ես ուզում եմ ես էլ կարդամ, խելքս իմը չի կարդալու համար ժողովուրդ ջան, ասեք գիրքը, ասեք էջը, ես կարդամ ձեզ էլ ներկայացնեմ, ասեմ պատրիարք Կիրիլը, որ ասում էր պետք է գնաս հարևանի տունը քանդես, մարդկանց սպանես, հիվանդանոցի վրա ռումբ գցես, այդ ամեն ինչը անես ու դու դրախտ ես գնալու, որտեղ դա արել ես հայրենիքի համար, նահատակվել ես հայրենիքի համար։ Ասեք որտեղ է գրած, որտեղ ես համարում եմ, որ եւ դուք ուզում եք ասեք, որ այդ ուսմունքը պուտինյան ճյուղը քրիստոնեության ավելի ֆունդամենտալ չի, ավելի էքստրեմիստական չի, քան ասենք բաները, Իրանի ուղղությունը, մենք նայեք էլի, բայց դուք ում եք ողջունում, այսինքն Իրանի դեմ էլի կարող ես պայքարել, առանձնապես ես մտածել, թե մեր ինչին ապեք որ Իրանը միջուկային զենք ունենա, ու նույնիսկ մենք չգիտենք դրանից մենք կօգտվենք թե կվնասվենք, այդ ինչ պայմանավորվածություններ ունենք, որի արդյունքում մենք մտածենք, եթե ինքը մի քիչ էլ Իրան ավելի լավ զգա տարածաշրջանում, դրանից մենք մեզ ավելի հանգիստ կզգանք, թե անհանգիստ, թե ինքը կցանկանա ազդեցությունը մեծացնի։ Դա դրա մասին չի խոսքը, հայ-իրանական չեմ նայում։ Ես նայում եմ այն պահանջը, որը դրվում է Իրանից, արդարացված է արդյոք բանը աջակցել Ռուսաստանին, որ ընդամենը վերջերս էլ ասում էր, որ դե ինքը միջուկային զենք ունի, պետք է իմանալ, պետք է հաշվի նստել իր հետ, նա միջուկային պետություն է, այսինքն նա ամեն ինչի ընդունակ է։ Ամեն ինչի ընդունակին, եթե դու արդարացնում ես, որ պետք է ում վրա հարձակվի նա զիջի, այս քաղաքականությամբ մենք առաջ գնալ։ Ամերիկացին այս քաղաքականության հետ համաձայն է, դուք այս ընտրությունն եք արել, ժողովուրդ ջան, ինչ ասեմ։ Իսկ հիմա նայենք Իրանի միջուկային զենքի հետ կապված, որովհետև արդեն տեսնում եք վերաբերմունքը աշխարհի ուժի դիրքերից բաժանելը բարեբախտաբար չի ստացվելու, որովհետև եթե դա ստացվի մենք փոքր պետություն ենք, հաստատ ոչ մի պարագայում մենք շահող չենք։ Մեր տարածաշրջանում Իրանը հզոր կլինի, Թուրքիան կլինի, թե Ռուսաստանը դերակատարությունը կմեծացնի, թե ցանկացած այլ, եթե դա կատարվելու է ուժի դիրքերից, այդտեղ մենք շահելու ոչ մի տարբերակ չունենք, որտեղ մենք չենք մտածում, որ պետք է ընտրություն կատարենք, մեր պետականությունը կորցնելու Ռուսաստանի կազմում լինենք, Ադրբեջանի, Իրանի, թե Թուրքիայի։ Մենք ընդհանրապես չենք ուզում մեր պետականությունը կորցնելու մասին ընդհանրապես քննարկում որևէ լինի, ոչ հոժարակամ, ոչ էլ դիմադրություն, ոչ մի պարագայում։ Եվ դրա համար ուժի դիրքերից նման բանը մեղադրել թույլին, որ ինքը դիմադրում է ուժերին, առանց հասկանալու բա ուժերը մի հատ նայեք, բա մենք ինչ ենք ակնկալում, որ մեր տարածաշրջանում ինչ պետք է որոշվի, նոր եւ ընդամենը վերջերս, որ Դոնալդ Տրամպը գլուխը գովում էր Էրդողանի, որ ասպեր մի քանի օր վերահսկողություն սահմանեց Սիրիայի վրա, 2000 տարի չէին կարողանում, այսինքն տեսեք ինչ ուժեղ տղա է ինքը։ Եվ այս պարագայում մենք ումից ենք ակնկալում մեր անվտանգությունը։ Սա իհարկե խնդիր է, որ շատ դեպքերում երբ որ ասում են Դոնալդ Տրամպը թույլ չի տալիս Ադրբեջանին հարձակվել, նրան զսպել է, ես չգիտեմ իրանք որտեղ են դա կարդացել, որտեղից են իմացել, որ գաղտնի գրառումներն է իրանց հասել, որ հավաստիացումները, ես տենց կապեր չունեմ, որը տանում է մտցնում Տրամպի աշխատասենյակ կամ ննջասենյակ, ես չգիտեմ, եթե իրանք գիտեն, ավելի լավ է փաստերով խոսան, որովհետև դատողությունները դրա մասին չի խոսում։ Ուրեմն եկեք փաստերով խոսանք, եթե ունեք։ Tehran Times-ը գրում է. Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին ԱՄՆ դեսպանորդ Ուիտքոֆին հայտարարել է, որ Իրանը չի դադարեցնի միջուկային ծրագիրը, սակայն երկիրը պատրաստ է ՄԱԳԱՏԵ-ին հասանելիություն տրամադրել ատոմային օբյեկտներին, նշում է պարբերականը։ Այս այն հարցն է, որ մենք մեջտապես խոսել ենք այդ մասին, որ Իրանը լրիվ ոչնչացնել կամ այն ինչ որ հարստացված ունի երկրից հանելը, դա իր համար անընդունելի է, իսկ եթե ինքը պահեց այդ վիճակով, նույնիսկ պայմանագիր ստորագրեցին, տեսչական հնարավորություններ տա ՄԱԳԱՏԵ-ին կամ անգամ Ամերիկայի Միացյալ Նահանգների տեսուչներին, այսօր Տրամպն է, վաղը Տրամպը չի, կարող է վաղը ուրիշ իրավիճակ լինի եւ Իրանը շարունակի միջուկային զենք ստեղծել, որի պարագայում շատ մեծ խնդիր
իր ունենալու առաջինը Իսրայելը, որը շատ ոգևորված էր Տրամպի աջակցությունից։ Եվ այս պարագայում բնական է ամեն ինչ անելու է, որ Դոնալդ Տրամպը գնա հարձակման։ Ամեն ինչ անելու է, որ ասի դա բավարար չի։ Բայց արդյոք Դոնալդ Տրամպը դրան կգնա, նույնիսկ երեկվա դրությամբ նորից էլի խոսում էր, որ մենք պետք է հարվածենք, այս տյանենք, այն տյանենք, եթե համաձայնության չգանք։ Բայց միևնույն է դուք հասկանում եք դրա դժվարությունները։ The Guardian-ը ինչ ասում։ ԱՄՆ-ն Իրանին առաջարկել է ուրանի պաշարները փոխանցել երրորդ երկրի։ Իրանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև Օմանում կայացած հանդիպման ժամանակ քննարկվել է Վաշինգտոնի առաջարկը, որի համաձայն Թեհրանը բարձր հարստացված ուրանի իր պաշարները կփոխանցի երրորդ երկրի, օրինակ Ռուսաստանին։ Ամենավատ տարբերակը Ռուսաստանի անունը հնչեցնելն էր, որտեղ մի անգամ արդեն Ամերիկայի Միացյալ Նահանգները միջնորդ է եղել եւ Ուկրաինան իր միջուկային զենքը տվել է Ռուսաստանին, որից հետո Ռուսաստանը հարձակվել է, դա այնքան վատ ասոցիացիա է առաջացնում մարդկանց մոտ։ Մի բան Ռուսաստանին տալ, ուղղակի միանգամից մտածում են, հետո հարձակվելու է մեզ վրա։ Այնպես որ կարծում եմ վատ օրինակ է ընտրված, բայց այնպես էլ չի, որ Իրանը դրան համաձայնվելու է։ Իսկ եթե Իրանը չհամաձայնվեց, այն խնդիրը, որը իր առաջ դնում է Դոնալդ Տրամպը, ենթադրենք ասեց, որ հա մենք հաղթեցինք, որովհետև փաստաթուղթ ստորագրեցինք, այդ փաստաթուղթը եթե ստորագրելու է նույնիսկ սառեցվի այն վիճակը, որը այսօր Իրանը ունի, դա ոչ մի բան է։ Ոչ մի երաշխիք, ոչ մի բանի։ Իսկ դա նշանակում է առաջերտին ձեռնտուչի հենց Իսրայելին, որը փորձելու է ամեն ինչ լծակներն օգտագործել դեմը առնելու համար։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին հոռետեսորեն է տրամադրված ԱՄՆ-ի եւ Իրանի միջև անցկացվող բանակցություններին։ Իհարկե մենք շատ հոռետեսորեն ենք վերաբերվում մյուս կողմին, բայց իրատեսորեն ենք վերաբերվում մեր հնարավորություններին, ասել է Խամենեին։ Իրանի գերագույն առաջնորդը կոչ է արել երկրի բոլոր խնդիրները չկապել ԱՄՆ-ի հետ, բանակցությունների հետ, որոնք նրա խոսքով արտգործնախարարության տասնյակ առաջադրանքներից մեկն են։ Այսինքն այդքան ինքը փորձում է ցույց տալ ոչ կարևոր այդ բանակցությունները։ Այնպես որ եթե Ամերիկայի Միացյալ Նահանգները ամեն օր այդ թեմայի մասին խոսում են, ուզում ասի դա մեզ համար 10-րդական հարց է, կլինի, չի լինի, առանձնապես չենք էլ հավատում դրան։ Այսինքն սա խոսում է նրա մասին, որ նրանք չեն էլ պատրաստվում այդ հարցում գնալ զիջումների։ Իսկ հիմա Մերձավոր Արևելքում ԱՄՆ հատուկ բանագնաց Ստիվ Ուիթքոֆը հայտարարել է, որ Իրանը 3.67%-ից բարձր ուրան հարստացնելու կարիք չունի։ Որոշ հանգամանքներում դա 60% է, որոշում 20%, չի կարող լինել։ Պետք չէ վարել ինչպես իրենք են պնդում քաղաքացիական միջուկային ծրագիր, որտեղ ուրանը հարստացնում են 3.67%-ից ավելին, ասել է Ուիթքոֆը։ Այսինքն այն, որ նրանք խոսում են նրա մասին, որ այն ինչ որ ունեն, պետք է երկրից հանեն։ Իսկ իհարկե Իրանն էլ դրան համաձայն չի։ Մեկնաբանությունները ցույց են տալիս, որ ԱՄՆ ձգտում է սահմանափակել Իրանի կողմից ուրանի հարստացումը, այլ ոչ թե ամբողջությամբ դադարեցնել նրա միջուկային ծրագիրը, ինչպես դա պահանջում է Իսրայելը։ Այսինքն մենք այս հարցում նորից տեսնում ենք մի բան, որ եթե ինքը նույնիսկ համարի, որ հարցը լուծել է եւ դրանով կարողանա ինչ որ ձևով կներեք մի վարքյան ինչ որ ձևով դա կանխել, հա, բայց եթե չէ Իսրայելը դժգոհ մնալու դրանից։ Այնպես որ դա էլ մենք նկատի ունենանք, դրան նորից մենք կանրադառնանք։ ԱՄՆ պետքարտուղարության խոսնակ Թամի Բրյուսի տարածած հաղորդագրության մեջ ասում է. ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն ու Թուրքիայի արտգործնախարար Հական Ֆիդանը հեռախոսազրույց են ունեցել։ Պետքարտուղար Մարկո Ռուբիոն Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հական Ֆիդանի հետ քննարկել է Իրանի եւ նրա պրոքսիների կողմից տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը սպառնացող վտանգները, ասվում է հաղորդագրության մեջ։ Նշում է նաեւ, որ կողմերը համաձայնության են եկել ահաբեկչության դեմ պայքարի եւ ՆԱՏՕ-ի ամրապնդման գործում համագործակցության կարեւորության հարցում։ Ուշադրություն, նորից Ամերիկայի Միացյալ Նահանգները Իրանի հետ կապված միջուկային ծրագրերի խնդիրները քննարկում է Թուրքիայի հետ, Իրանն էլ քննարկում է Ռուսաստանի հետ։ Եվ ստացվում է այնպես, որ Ամերիկան այնուամենայնիվ մտածում է, եթե եկան այնպիսի մի հարցի, որ ստիպված են լինելու ճնշում գործադրել Իրանի վրա, իրանց դաշնակիցը թիվ 1 դաշնակիցը Թուրքիան է, երկրորդ դաշնակիցը Իսրայելը չհաշված, Իսրայելը իր անվտանգությունից ելնելով անը եւ Ադրբեջանը։ Դե հիմա դա
դա այն հարցերն է, այդ զարգացումները, որը մեզ չի կարող չմտահոգել, թե ինչ կարգի համաձայնության կգան։ Իդեալականը կլինի, որ Ամերիկայի Միացյալ Նահանգներն ու Իրանը համաձայնության կան, իսկ Իսրայելը ինչից անհանգիստ, դա արդեն իր խնդիրն է, թող ինքը ավելի շատ չոգևորվեր եւ հիմա ստիպված չլներ վախենալ։ Իսկ հիմա մենք նայենք մի հատ խնդիր Եվրոպայի հետ կապված Ռուսաստանի, որը նաև մեզ էլ է, եթե ոչ ուղղակի, ապա անուղղակի վերաբերվում։ Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլաս։ Մենք Եվրամիության անդամակցության տեխնատուներին հստակ հասկացրել ենք, որ նրանք չպետք է մասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք շքերթին։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Անդրեյ Սիբիգան իր եւ Կայա Կալլասի հետ համաձայնությամբ նախարարներին հրավիրում է Լվովում մայիսի 9-ին կայանալիք հանդիպմանը։ Կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է ցույց տալ, որ Եվրոպան մոտ է Ուկրաինայում եւ ոչ թե Պուտինի կողմից Մոսկվայում։ Ես նաեւ համաձայն եմ Կայա Կալլասի հետ, որ անդամ պետության կամ տեխնատու երկրների ցանկացած ներկայացուցիչի ներկայությունը Մոսկվայում ամոթ կլինի այդ պետության համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարարը։ Իսկ հիմա հարցը ինչն է։ Երբ որ այսօր այդ հարցը տվեցին ազգային ժողովում, տարբեր պարզաբանումներ, խուսափողական կամ տարբեր ձևերի, ակնարկելով, որ Նիկոլ Փաշինյանը մասնակցելու է, ազգային ժողովի նախագահն է Ալեն Սիմոնյանն էլ ասում էր դա մեր հաղթանակն է, մենք դրա մտի մասնակցենք, մենք զոհեր ենք տվել, ինչի դա ինչ կապ ունի, մենք մեր քաղաքականությունը մենք ենք որոշում, այսինքն Եվրոպայի իրանք չպետք է մեր քաղաքականությունը որոշեն, իհարկե իրանք չպետք է Հայաստանի քաղաքականությունը որոշեն, ուղղակի նրանք իրանք հորդորն են ասում, մի հատ կողմնորոշվեք, ժողովուրդ ջան, ում հետ եք։ Ռուսաստանը այսօր հարձակվել է Ուկրաինայի վրա։ Ռուսաստանը 2 տարի առաջ, երբ որ շքերթ էր արել, որին Նիկոլ Փաշինյանը գնաց մասնակցեց, եւ դա շատ խայտառակ վիճակ էր, որովհետեւ այնտեղ դրեցին էլ օկուպանտ, ինչ ասեցին ֆաշիստ, նացիստ, ամեն ինչ ուկրաինացիների հասցեին էին ասում, եւ Նիկոլ Փաշինյանը սուսուփուս այդ ամեն ինչը լսում էր։ Այն Նիկոլ Փաշինյանը, որը խոսում էր եվրոպական ինտեգրացիայի մասին։ Եվ մեկ էլ մոռանում են, որ այդ հաղթանակը, որ ասում են մենք հաղթել ենք, հիմա էլի կհաղթենք ու նույնացնում են երկրորդ աշխարհամարտը այսօրվա Ռուսաստանի պատերազմի հետ, մոռանում են, որ երկրորդ աշխարհամարտում Ռուսաստանը չէր մենակ կռվում, այլ Խորհրդային Միությունը, որը 15 հանրապետությունից էր բաղկացած, որի մեջ Ուկրաինան առանցքային դերակատարություն ուներ։ Այն աշճանի առանցքային դերակատարություն ուներ, որ չհանդիսանալով միավորված ազգերի միջազգային իրավունքի սուբյեկտ, միավորված ազգերի կազմակերպությունը, երբ որ հիմնադրեցին, հիմնադիրներից մեկը 51 հակահիտլերյան կոալիցիայի անդամներից մեկը Ուկրաինան էր։ Այսինքն, երբ որ մրցակցություն էր գնում երկրորդ աշխարհամարտից հետո ազդեցության ոլորտների, ինչի պետք է ուզեին, որ ՄԱԿ-ում Խորհրդային Միությունը 3 ձայն ունենար։ Խորհրդային Միություն, Ուկրաինա, Բելարուս։ Ինչի համար էր դա պետք, եթե ինքը մրցակից էր։ Եթե ընդամենը դրանից ամիսներ հետո կանգնեցին, ասեցին, որ Խորհրդային Միության նվաճողական քաղաքականության դեմն առնելու համար պետք է երկաթյա վարագույր քաշենք։ Հայտնի Ֆուլտոնյան ճառը 46 թվականի մարտի 5-ին Ուինստոն Չերչիլի Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ինչի համար եմ ասում, այսինքն եթե ակնհայտ չէր աշխարհի համար Ուկրաինայի դերակատարությունը Հիտլերի դեմ պայքարի, ինչի համար էին Ուկրաինային դարձնում ՄԱԿ-ի անդամ, չլինելով անկախ պետություն։ Հիմա երբ որ դու կանգնում ես Ռուսաստանն ասում է մենք, նրանք ու օրինակ է բարի Ուկրաինան այդ ժամանակ ում կողմից էր։ Ուկրաինայի թիկունքին կանգնած այսօր արևմուտքը ում կողմից էր կռվում գերմանացու դեմ։ Մեծ Բրիտանիան ում կողմից էր կռվում, Ամերիկան ում կողմից էր կռվում։ Ում ես ասում մենք ու նրանք։ Կամ այդ պարագայում, երբ որ Հայաստանից գտնում են, որ պետք է գնան մասնակցեն, որովհետև դա մեր հաղթանակն է, նաև մեր հաղթանակն է Հայաստանում մասնակցեք։ Ինչ ա եղել որ։ Իսկ կառավարակարգային ներկայացչական պաշտոն որպես այդպիսին, դա նախագահի պաշտոնն է, որն է սահմանադրությամբ համարում է երկրի գլուխ։ Վատագույն դեպքում գոնե թող նախագահը գնար, այնտեղ ուղղակի զուտ ասեն եկել է Հայաստանը ներկայացնելու, կամ դեսպանի մակարդակով ինչ-որ մի բան, կամ ինչ-որ մի ձև գտնեիք ու անեիք, բայց գնալով վարչապետի տեսքով,
գործադիր իշխանության ղեկավարի։ Դա նշանակում է, որ մենք այս թիմի հետ ենք։ Եվ ոչ մեկը ձեզ չի պարտադրելու, որ դուք որոշում կայացնեք ում հետ եք, բայց դրանից եզրակացություն են արելու։ Այն օրենքը, որը ընդունվեց, որ Հայաստանը սկսում է գործընթաց Եվրամիության անդամակցության, որ առիթ ա եղել դրա մասին խոսել ենք, որ այդ օրենքը ընդհանրապես ընդունեցին, որի մեջ ոչ ժամկետ կա, ոչ որևէ պարտավորություն կա, անմիջապես էլ իշխանությունները հայտարարեցին, որ սա չի նշանակում հայտ դուրս գալու, դիմում գրելու միանալու Եվրամիությանը, որ հանկարծ ռուսները չնեղանան իրանցից։ Բայց նաև դա արվեց նրա համար, որ հասարակությանն են 60,000 մարդ ստորագրություն հավաքեց, որի նպատակն էր ոչ թե օրենք ընդունել առանց որևէ պարտավորությունների ու ժամկետների, այլ պարտադրել իշխանություններին, որ դիմում գրեն եւ դիմում գրեն Եվրամիության անդամակցության։ Այո, թող ժամանակացույց տան, այդ ժամանակացույցը կտևի 5 տարի, 10 թե 15 տարի, հարցը դա չի։ Այսօր դու հայտ ներկայացնես, որ դու ուզում ես դառնաս Եվրամիության անդամ։ Դրա համար էր պետք ստորագրությունները։ Ստորագրությունները նրա համար չէր, որ օրենքի նախագիծ մտցնեն ազգային ժողով։ Օրենքի նախագիծ մտցնելու համար ցանկացած падգամավոր կարող է օրենքի նախագիծ մտցնի, կարող էին նախաձեռնողները գնան այդ падգամավոր հետ խոսան, ասեն մենք այս օրենքի նախագիծը տանք քեզ դու ներկայացրու։ Այդ ինչ մի խնդրեմ էր։ Դրա համար 60,000 ստորագրություններ պետք, որը մարդիկ հատուկ տվել են, որ օրենքի նախագիծը դառնա օրենք եւ որով լիներ հանրակրվե եւ մարդիկ գնային ստորագրություն հավաքեին եւ իշխանությանը պարտադրեին։ Լավ է չեք արել։ Այս օրենքն եք ընդունել, դրով ցույց եք տվել, որ այնուամենայնիվ մենք բռնում ենք եվրոինտեգրացիայի ճանապարհը։ Հիմա այդ օրենքը ընդունելուց հետո ձեր առաջի քննությունն է։ Մայիսի 9-ին որտեղ եք։ Եթե մայիսի 9-ին Կրեմլում եք, Կարմիր հրապարակում եք, վերջ։ Դրանից հետո պետք չէ ասել մենք ենք մեր քաղաքականությունը որոշում։ Դուք ձեր քաղաքականությունն եք որոշում, իրանք է ձեր նկատմամբ իրանց վերաբերմունքն են որոշում։ Դե հիմա մայիսի 9-ին, երբ որ Նիկոլ Փաշինյանը կգնա, այն բոլոր մարդիկ, ովքեր Նիկոլ Փաշինյանին թունդ արևմտամետ ներկայացնելով ասում են, դե իհարկե որոշ թերություններ ունի, մենք քննադատում ենք, բայց քանի որ ինքը բռնել է եվրոինտեգրացիայի ճանապարհը, մենք իրանց սատարում ենք։ Ժողովուրդ ջան, կուզենամ, որ մայիսի 9-ին գնալն էլ սատարեք, ավելի անկեղծ կլինի, էլի, որովհետև արդեն պարզ է, թե ձեր արածը ինչ է։ Ազգային ժողովում Նիկոլ Փաշինյանը ասել է. հարկ եմ համարում անդրադառնալ բոլոր այն խոսույթներին, որոնք կանխատեսում են Հայաստան-Ադրբեջան նոր սրացում եւ անգամ նոր պատերազմ։ Պատերազմի որևէ հիմնավորում չկա։ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչել են միմյանց տարածքային ամբողջականությունը, ինքնիշխանությունը, միջազգայինորեն ճանաչված սահմանների անխախտելիությունը, ուժի եւ ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը։ Հիմնվելով այս իրողությունների վրա Հայաստանում եւ Ադրբեջանում գործող բոլոր ուժերին եւ անհատներին կոչ եմ անում լինել ծայրահեղ պատասխանատու, չանել հայտարարություններ, որոնք ուղղակի կամ անուղղակի հակասում են նշված տրամաբանությանը, կասկածի տակ չդնել այս տրամաբանությունը, դա որևէ հեռանկար չունի։ Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդներն արժանի են խաղաղության եւ խաղաղ համակեցության։ Պատերազմ չի լինելու է խաղաղություն, ասել է Փաշինյանը։ Ժողովուրդ ջան, հիմա այս մարդը, որ այս բանն ասում է, պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Այս բոլոր կետերը, որ թվարկել է, թե ինչ չեն պայմանավորվել, դա այն է, որ համաձայնության են եկել խաղաղության պայմանագրի կետերի հետ կապված, որը Ադրբեջանը հրաժարվում է ստորագրել։ Դա մերոնք էլ ասում են, եթե Ադրբեջանը չի ստորագրում, էսկալացիայի վտանգը մշտապես կա, պատերազմի վտանգը մշտապես կա։ Դե մենք դրանից ելնելով գնացինք ստորագրեցինք, որ գոնե պատերազմը զսպենք, բայց այդ փաստաթուղթը ստորագրված չի, պատերազմը ոնց է զսպում։ Եվ այսինքն ինչ է նշանակում։ Հիմա կարելի է կարծել, որ Նիկոլ Փաշինյանը ասեց, որ պատերազմ չի լինելու ու պատերազմ չի լինելու, հա։ Այսինքն ինչ։ Դա նշանակում է նախորդ անգամ 44 օրյա պատերազմը, որ եղավ, առաջինը, ասում է պատերազմի հիմնավորում չկա, ուրեմն այն ժամանակ հիմնավորում կար, եւ երկրորդ, ուրեմն այդ պատերազմը համաձայնեցված էր, որտեղ եթե Նիկոլ Փաշինյանը միակողմանի հայտարարում է, որ պատերազմ չի լինելու, խաղաղություն է լինելու, ինքը լիազորված է Ալիևի անունից դա ասել, նաեւ
թե ինքը համաձայնեցված Ալիևի անունից ասում է, որ այս պահին մենք պատերազմ չենք ուզում անենք Հայաստանի դեմ, ինքը դե Ալիևի կողմից է խաղում, որտեղ առաջինը դա նշանակում է, որ ինքը մնում է նորից նույն տեսակետին, որ 44 օրյա պատերազմը հիմնավոր էր Ադրբեջանի կողմից, քանի որ ինքը անկեղծորեն ասեց, որ ժողովուրդ ջան, թղթերին ծանոթացա, տեսա, որ Արցախը վաղուց է եղել Ադրբեջանի կազմում, բայց ես չէի կարող դա անել, որտեղ որ անեի ով ինձ կթողեր։ Դրա համար պետք է պատերազմը լեր, զոհերը լնեին, որ ազգային ժողովի ամբիոնից է ասել, այս նույնն էր լնելու ուղղակի առանց զոհերի, որ գոնե դուք իմանայիք, թե մենք ինչ կորուստների առաջ են կանգնած, հաշտվեիք այդ մտքի հետ, որ մենք ստորագրենք, այսինքն ինքը ազգային ժողովի բարձր ամբիոնից ասեց, որ այդ պատերազմը Ադրբեջանի հետ պայմանավորված էր, ավելի պարզ ոնց են ասում ժողովուրդ ջան, եւ հիմա երբ որ այսօր ասում, որ եթե ես գտնում եմ, որ պետք է խաղաղություն լինի, ապա խաղաղություն կլինի, ուրեմն ով է այդ հավաստիացումը ասել Ադրբեջանի կողմից։ Եթե ընդամենը մի օր առաջ Ադրբեջանը կրակում էր մեր բնակավայրի վրա։ Այսինքն նախորդ պատերազմը ինչպես պայմանավորված էր, եւ կար հիմնավորում, որովհետեւ Ադրբեջանը իր տարածքում սահմանադրական կարգ էր վերականգնում, ըստ Նիկոլ Փաշինյանի։ Հիմա պատկերացնում եք, չէ՞ ինչ է նշանակում։ Այսինքն մարդիկ հիմա կարանք ասեն, որ մենք հանգիստ ենք, կարող ենք այլևս այդ թեմայից չանհանգստանանք, պատերազմ չի լինելու։ Վաղը մյուս օրը եթե էսկալացիա է ալնում, մարդիկ էլ կանգնում ասում են, բա այս ինչ է կատարվում, ասում եք դե ժողովուրդ ջան, դե գիտեք ինչ է կատարվում։ Բա դե Ադրբեջանի հետ խաղաղության դեռ չենք գնացել, բա ինչ էիք ուզում։ Բա երբ որ Նիկոլ Փաշինյան ասում էր միջև սահմանազատում չանենք, վտանգ կա այն կողմը, գոնե այնտեղ որտեղ սահման կա, այդտեղ վտանգ չկա, ինչպես տեսնում եք խաղը, բայց մյուս տեղերը, որ կարող է 30 տարի տևի սահմանազատումը, դե որտեղ չկա, այնտեղ վտանգ կա։ Հիմա ինչ հասկանանք, հիմա այլևս վերջ, ընդամենը մի օր առաջ, երկու օր առաջ Նիկոլ Փաշինյանի եւ Արարատ Միրզոյանի հայտարարությունները Ադրբեջանի ագրեսիայի նկատմամբ, այս ինչի սենց անմիջապես փոխվեց, ինչ խոստացաք Ադրբեջանին, որ նրա կողմից հավաստիացումներ ունեք, հանկարծ չասեք Տրամպը կկանխի պատերազմի այդ հեքիաթը շատ լավ գիտենք, Տրամպի ասելուց հետո, որ խաղաղությունը ողջունում է, դրանից հետո Անտալիայում ադրբեջանցիները իրենց դիրքերը ավելի կոշտացրել էին, Արարատ Միրզոյանը բողոքում էր, ասում էր գոնե տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցում ինչ որ ձևով արձագանքում էին, հիմա սառն են արձագանքում, ընդհանրապես ոչ մի բան չեն անում։ Այնպես որ այս կարգի հայտարարությունը կամ անլրջությունը կամ Ադրբեջանի հետ պայմանավորություն բացատրեք, թե ով է ձեզ հավաստիացումն արել, որ պատերազմ չի լինելու է խաղաղություն։ Եթե ձեր ուզելով դա հնարավոր էր, բա ինչի հնարավոր չեղավ 44 օրյա պատերազմին, որովհետև պայմանավորվածություն կար։ Նիկոլ Փաշինյանն ինչ ասա, ես այնպիսի վարչապետ եմ, ինչպես Հայաստանի միջին վիճակագրական վարորդը։ Այ մարդ, դու ես ինչ գլուխ կովանես։ Այսինքն դու միջին վիճակագրական վարորդի մակարդակի վարչապետ ես։ Միջին վիճակագրական վարորդը այդքան խախտում որ անի, նրան կտանեն կամուրջից գցեն, վարորդական իրավունքներ ձեռից կխլեն, մեքենան էլ հետը կվերցնեն։ Այդ միջին վիճակագրական վարորդների մի հատ ցանկը նայեք վիճակագրությունը, քանի խախտում են անում տարվա ընթացքում եւ քանի վայրիվերումների մեջ ակցում մեր երկիրը Նիկոլ Փաշինյանը։ Չէ, հիմա գլուխ գովալու թեմա է կտե։ Ինքը միջին վիճակագրական վարորդ է։ Էդ էլ այդ ամեն ինչը բերեմ օրինակը, կադրայի հետ պրոբլեմ, այսա վիճակը, բոլորն են այդ վիճակին, այս ամեն խնդիրը սենց կա դպրոցներին նորից անդրադարձավ, մանկապարտեզներին անդրադարձավ, ժամանակ լինի դրանք անդրադառնամ, բայց ուղղակի ուզեմ ասեմ, այս իր գնահատականները, իհարկե որ խոստովանեց, որ ինքը անգրագետ է, դա հասկացանք, բայց ես ձեզ ասեմ, անկեղծորեն չեմ հավատում, որ հնարավոր է այս մակարդակի անգրագետը լինել առանց կարդալու պարապելու։ Չէ, ժողովուրդ ջան, այնց գրագետ անգրագետ է Փաշինյանը, որ ես նույնիսկ կասկածում եմ, որ հնարավոր է առանց կարդալու այս աշճանի անգրագետը լինել։ Դա պետք է միտեղ սովորես, թե չէ, ժողովուրդ ջան։ Լավ հայտարարությունները վերցրեք նայեք։ Մի հատ էլ քանի դեռ անվտանգություն ասելիս հասկանում ենք բանակ անվտանգություն չենք ունենա։ Իհարկե անվտանգությունի 10 անգամ ավելի շատ մենք պետք է արտաքին քաղաքականությունը դիվանագիտություն ունենանք,
որովհետև ի վերջո մենք փոքր պետություն ենք եւ այդքան չենք կարա զինվենք մեր ագրեսիվ հարևանների դեմն առնելու համար։ Դա ակնհայտ է, բայց ինչա մենք ունենք այդ դիվանագիտությունը։ Մենք այդ հարցերը կարողանում ենք, բայց դասուկոսները ինչ էիք դրել միջազգային հանդիպումների ժամանակ, որ ոչ մի կերպ չհաջողում Ադրբեջանի հետ համաձայնության գալ։ Բայց այդ հարցերը լուծել եք, ասում եք հարևանների հետ լավ հարաբերություն ենք հաստատելու։ Այսօր նորից էլի սահմանադրությունից էլ խոսում։ Սահմանադրությունը փոխելուց ինչ որ նաև այլ կետեր, որ հասկանանք, որ մենակ Ադրբեջանի պահանջը չի կատարում։ Այսինքն ինչ այս որ ասվում է, բանակը զինվեց հասկացանք, ձեր հմուտ քաղաքականությունը հարևանների հետ լավ լինելու հիմա ստացվել է։ Նիկոլ Փաշինյանն անդրադառնալով ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու Ադրբեջանի պահանջին ասել է. ԵԱԿ-ում որոշումները կայացում են կոնսենսուսով, մեկ դեմը արդեն հիմք է որոշում չկայացնելու համար։ Սա նշանակում է, որ բոլորը, այդ թվում Հայաստանը եւ Ադրբեջանը պետք է համաձայնվեն նման քայլի։ Չնայած այդպիսի հարց կա, արդյոք բոլոր անդամներ երկրները կհամաձայնվեն այդ քայլին։ Հայաստանի դիրքորոշումը հստակ ձևակերպվել է։ Վերահաստատում եմ խաղաղության պայմանագրի ստորագրումը, զուգահեռ պատրաստ եմ ստորագրել ԵԱԿ Մինսկի խումբը լուծարելու մասին Ադրբեջանի հետ համատեղ դիմումը։ Տրամաբանությունն այն է, որ եթե Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնեն սրան, մյուս երկրները եւս կհամաձայնեն, բայց ես չեմ կարող դա երաշխավորել։ Չի բացառվում, որ ինչ որ երկիր վերապահում հայտնի այդ որոշման վերաբերյալ։ Մենք փակում ենք Լեռնային Ղարաբաղի հակամարտության էջը, ինչ իմաստ ունի Մինսկի խմբի գործունեությունը, նշել է Փաշինյանը։ Համ խոսում է, որ այդ երկրների միջև կոնսենսուսով է այդ հարցը լինելու, համ էլ ասում է, ինչ իմաստ ունի դա մնա։ Եթե դա մենք չենք ստեղծե, մեր նախաձեռնությունը հանդես ենք բերում, որ ինչ անենք։ Եթե մենք համարում ենք, որ Արցախի հարց գոյություն չունի, Հայաստանը իր արտաքին քաղաքականությունից այդ հարցը հանել է, ասում է այդ հարցը թեման փակ է մեզ համար։ Թեմա, եթե քեզ համար փակ է, իսկ այդ հարցը ընդհանրապես Արցախի կարգավիճակի մասին էր այդ խումբը ստեղծվել, Մինսկի խումբը ստեղծվել։ Այդ թող գնան իրանք զբաղվեն, դու ինչ կապ ունես դրա հետ։ Դու ասա մենք ընդհանրապես դրա հետ այլևս կապ չունենք։ Ինչի՞ ես դու դիմում մարդկանց, դու ինչի՞ ես նախաձեռնություն հանդես բերում։ Եթե դու համարում ես, որ ասում ես Արցախի հետ կապված հարցը խաղաղության պայմանագրի մեջ անգամ գրած չի։ Վերջ։ Մեզանից ինչ եք ուզում, այդ թեման մենք փակել ենք։ Վատ ես արել, որ փակել ես, բայց եթե փակել ես, այդ նախաձեռնությունը քո վրան չես վերցնում, նորից պայման կապում դրա հետ։ Հետո էլ մտածում, որ որևէ մեկը, քանի որ որոշումը կոնսենսուսով է ընդունվելու, գոնե մեկը դեմ կլինի։ Հա դու չես կարող նրան համոզես, որ նա դեմ չլինի։ Այսինքն սա այն երկու կետերից մեկն էր, որը Ադրբեջանը պահանջ ներկայացնում են, Ադրբեջանը որ նոր խոսում էր, որ պատերազմ չի լինելու եւ սահմանադրության հետ կապված էլ որ ասում էինք, որ անգամ հասավ նրան, որ չասեն Ադրբեջանի պահանջն է անում, ռեգիոնալ քաղաքականությունն է, այսինքն բանա, սահմանադրությունը պետքա ռեգիոնալ իրավիճակը գնահատելով գրենք, էլի, երկրի հիմնական օրենքը գրում ես, որը կարող է տասնամյակներով, հարյուրամյակներով երկիրը լինի, թեկուզ թեթև ուղումներ արվելու, թեկուզ եթե օրինակը վերցնենք 1787 թվականին Ամերիկայի Միացյալ Նահանգների սահմանադրությունը ընդունվել է, իսկ ընդամենը 27 ուղում է կատարվել մեջը, 27 ուղում այդ ամբողջ տարիների ընթացքում։ Այն էլ ոչ թե նոր սահմանադրություն ա գրվել, փոփոխված սահմանադրություն, ընդամենը ուղում։ Այն դեպքում, երբ որ առաջին 13 հոդվածները վերաբերվում էր նրան, որ երկիրը 1787 թվականից հետո 1865 թվականին է նոր օրենսդրորեն վերացրել ստրկատիրությունը Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Այսինքն այդ ժամանակվա ընդունված սահմանադրության առաջի 13 կետը ընդամենը պետք է համաձայնեցվեր նոր իրավիճակին, որովհետև երկիրը 1865 թվականին օրենք որ չնայած դա Աբրահամ Լինկոլնից հետո եղավ, իր սպանությունից հետո եղավ, բայց ինքը շատ լուրջ ջանքեր գործադրեց, դե որտեղ գիտեք, սահմանադրության փոփոխություն, այդ կարգի օրենքների փոփոխությունը ժամանակատար է։ Ինքը շատ լուրջ ջանքեր գործադրեց, որ օրենքով ստրկությունը վերանա Միացյալ Նահանգներում։ Դե դրանից հետո պետք է նաև սահմանադրությունը որոշ փոփոխություններ կատարվեր։ Այսինքն նշանակում է մենք սահմանադրությունն ենք փոխում,
ռեգիոնալ իրավիճակից ելնելով պատահական չէր այսօր էլ դեռ հարցազրույցի ասի այդ абսուրդը սրան է նման Տրամպը կխփի Իրանին մեր սահմանադրությունը ուրիշ տեսք կունենա Տրամպը կպայմանավորվի Իրանի հետ մեր սահմանադրությունը ուրիշ տեսք կունենա Տրամպը կօգնի Թուրքիային որպեսզի մեր ռեգիոնում գերիշխանություն ունենա մեր սահմանադրությունը դե անմիջապես փոխենք Տրամպը ու Թուրքիային կասի խելոք մնա դու չափը մի անցի լրիվ մեր սահմանադրությունը ուրիշ կլինի մենք պետք է մոտարապես մի 50 օրինակ ունենանք սահմանադրության սենց պատրաստ պահենք ժողովուրդ ջան որպեսզի մի հատ տեսնենք մեր աշխարհաքաղաքական իրավիճակում ինչ է կատարվում այս Նիկոլ Փաշինյանի այս գավառական ճարպկությունը իրան թվում է թե դա կարելի է մեզ համոզել որ սահմանադրությունն էլ պետք է համապատասխանացնենք տարածաշրջանային իրավիճակին այսօր նենց անենք որ Ադրբեջանն ու Թուրքիան մեզանից չնեղանան բայց եթե իրավիճակը մի օր հետո կարող է փոխվի ինչ ենք անելու այդ սահմանադրությունը օրը մեկ սահմանադրությունը հանրաքվեի ենք դնելու այս կարգի մակարդակով կարելի է երկիր ղեկավարել այս կարգի մակարդակով միջին վիճակագրական վարորդել չի կարելի աշխատել այն ինչ որ բերում են մեր երկրի գլուխը Դե ինչ այսօր այսքանը եթե հավանեցիք սեղմեք լայք կոճակը բաժանորդագրվեք Էդվարդ Տանտինայի YouTube-յան ալիքին սեղմեք զանգակ կոճակը գրեք մեկնաբանություններ գրեք հարցեր դիտեք եւ դատեք ինքներդ շնորհակալություն